Ողջույն Արագի նյուզի սիրելի հետևորդներ, եթերում ըստ էությանն է, մեր տաղավարում այսօր հյուրընկալել ենք Պահպանողական կուսակցության նախագահ Հայկ Միրզոյանին։ Բարև ձեզ, պարոն Միրզոյան, շնորհակալ ենք հրավեր ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Սիրով։ Պարոն Միրզոյան, տևական ժամանակ է քննարկվում է ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցը, ավելին ազգային ժողովը անգամ նման մի օրենք ընդունեց, սակայն Հայաստանի Հանրապետությունը այդպես էլ հայտ չի ներկայացնում։ Արդյոք Փաշինյանը մեզ տանում է Եվրամիություն։ Ինչպես գիտեք, մենք ի սկզբանե ողջունել ենք այդ նախաձեռնությունը ԵՄ-ին անդամակցելու հանրային նախաձեռնությանը եւ տրամադրված ենք մեր կուսակցությունը տրամադրված է ամեն կերպ աջակցել այդ նախաձեռնությանը ամեն դեպքում շատ հարցեր կան որոնք որ կարող են խոչընդոտել Հայաստանի ԵՄ անդամակցությանը այստեղ ցանկությունների հարց չէ կարծում եմ ցանկանում են տանել թե չեն ցանկանում տանել կհաջողացնեն արդյոք քանի դեռ Հայաստանում տեղակայված են ռուսական զորքեր ռուսական ռազմակայան Հայաստանը երբևէ կարծում եմ ակնհայտ է չի կարող դառնալ Եվրոպական միության անդամ հետևաբար հարցը այլ տիրույթում է արդյոք Հայաստանի ներկայիս իշխանությունը ունակ է հասնել Հայաստանից ռուսական ռազմակայանի դուրսբերմանը կարծում եմ որ ունակ չէ որովհետև այն պայմանավորվածությունների տիրույթում ըստ ինձ որը որ գնահատականին ինչին որ հասել ենք վերլուծությունների արդյունքում հրապարակային տեղեկատվության հասանելի տեղեկատվության ուսումնասիրության արդյունքում տեսել ենք որ կաշկանդվածություն ունեն այսօրվա իշխանությունները ռուսական զորքերը Հայաստանից դուրս բերելու հարցում այն է իշխանությունը ստանձնելուց երբ հիշում եք 18 թվականի իրադարձությունների ժամանակ երբ ռուսական կողմից դեսանտ իջեցվեց ըստ էության այդ անցումային փուլում մեծ հաշվով իրենց խնդիրը նոր ձևավորվելիք իշխանությունների այդ պայմանավորվածությունների գալն էր հիմա այսքան ժամանակ 7 տարվա իշխանության եւ իշխանավարման ընթացքում հրապարակային դարձած տեղեկատվությունը հիմք է տալիս ենթադրելու որ այդ իշխանազավթմանը իշխանափոխությանը Ռուսաստանի համաձայնությունը կամ առնվազն չխանգարել է պայմանավորված է եղել այն խոստմամբ որ Հայաստանի իշխանությունները տվել են որ ռուսական զորքերի ներկայությունը Հայաստանում որևէ խոչընդոտ չեն հանդիսանում այլապես այդ հարցը վաղուց արդեն բարձրացված կլներ կամ օրակարգ մցված կլներ մինչև հիմա հրապարակային խոսույթում բարձրաստիճան պաշտոնյաները ասում են անընդհատ որ այդ հարցը չի քննարկման առարկա չէ նույն բանը կրկնում են ռուսական կողմից այլ հարց է թե ռուսական կողմն ինչ է զիջել կարծում ռուսական կողմն էլ այդ պայմանավորվածությունը ստանալու արդյունքում խոստացել է հարգել Հայաստանի ժողովրդի ընտրության իրավունք սա էլ է ըստ էության տեսանելի ինչը որ մինչ այդ չկար բայց այստեղ հարց է առաջանում իսկ հաջորդ ձևավորվելիք իշխանությունները կարողանան արդյոք եթե ժողովրդի քվեով ընտրվեն կարողանան արդյոք դուրս բերել ռուսական զորքերը Հայաստանից մեծ հաշվով էլի Հայաստանի զարգացումը եթե գնահատում ենք ԵՄ-ի անդամակցության տիրույթից անկախության ինքնիշխանության կամ ազատ տնտեսական հարաբերություններ ձևավորելու որտեվ ԵՄ անդամակցությունը ոչ միայն քաղաքական մարմին է այլև խոստանում է նաև Հայաստանի տնտեսական զարգացման մեջ մեծ էֆեկտ ունենալ այսինքն հայ ժողովրդի բարեկեցությունը ուղիղ կապված է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի հետ Ինչու են արևմուտքի երկրները աջակցում Նիկոլ Փաշինյանին եւ աչք փակում Հայաստանում կատարվող իրադարձությունների վրա Այստեղ էլի կարծում եմ պետքա քանի որ արտաքին քաղաքական տիրույթում ենք նայում
Հարցը հենց այդ տիրույթից էլ պետք է դիտարկել։ Հայաստանի իշխանությունները կարծում եմ այդքան էլ կեղծավորություն չեն անում արևմտյան գործընկերների հետ, հստակ ներկայացնում են ինչ են պատրաստվում անել կամ ինչ չեն պատրաստվում։ Ինչպես նշեցի, իրենք երբեք արևմտյան գործընկերներին չեմ կարծում, թե խոսք կտան, որ երբևէ կհանեն ռուսական ռազմակայանը Հայաստանից։ Ուղղակի այստեղ այլընտրանք չունենալն է, այսինքն Հայաստանի ներկայիս ընդդիմադիր շարժումները մեծավ մասամբ այդպիսի հարց չեն բարձրացնում։ Հիմա օրինակ շատ է խոսվում, որ իշխանությունները ճնշում են կամ անհամարժեք են արձագանքում քաղաքական համայնքի տարբեր ներկայացուցիչների նկատմամբ, բայց երբ գալի դիտարկում ենք արդեն աջակցության տեսակետից, այսինքն ինչ աջակցություն են պատրաստվում ստանալ Հայաստանի ընդդիմադիրները աշխարհից դրսից, ինչպիսի աջակցություն են ակնկալում։ Այս համատեքստում բոլորը դիրքավորվում են կամ մեծամասամբ դիրքավորվում են դեպի Ռուսաստանը ռուսական աջակցությունը, բայց կարծում եմ արդեն պետք է բոլորին ակնհայտ լինի, որ Հայաստանում ռուսական աջակցությամբ իշխանություն ձևավորելը գրեթե դարել է անհնար եւ մոտ ապագայում այդպիսի հնարավորությունը գրեթե բացակայում է։ Իսկ արևմուտքի աջակցությունը թեկուզ բարոյական, թեկուզ խոսքի քննադատության տեսքով չի լինելու ռուսական աջակցությամբ իշխանություն ձևավորելու նպատակ ունեցող ընդդիմադիրներին, երբեք չի լինելու։ Բայց հերիք է, որ մի ընդդիմադիր ուժ, իշխանության հավակնող ընդդիմադիր ուժ բարձրաձայնի ռուսական զորքերը Հայաստանից դուրս բերելու մասին, համոզված եմ, որ իշխանությունների կողմից որևէ ճնշումների չի առերեսվի, նաև միանգամից մենք կտեսնենք արևմտյան գործընկերների աջակցությունը։ Արևմուտքը աջակցում է ցանկացած բոլորը, աջակցում են իրենց գործընկերներին, ում հետ արժեքային քաղաքական ընդհանրություն են գտնում կամ պոտենցիալ դաշնակից են համարում։ Հիմա արևմուտքում պիտի պոտենցիալ դաշնակից համարի մարդկանց, ովքեր որ պնդում են, որ Ղրիմը ռուսական է, կամ մարդկանց, ովքեր որ պնդում են, որ Հայաստանը պետք է ավելի սերտ դաշինք կազմի իրենց հայտարարված թշնամու Ռուսաստանի հետ, կարծում եմ ոչ։ Տևական ժամանակ է Նիկոլ Փաշինյանը արշավ է սկսել եկեղեցու դեմ, թիրախավորելով հոգևորականներին եւ եկեղեցուն։ Ձեր կարծիքով ինչու է Նիկոլ Փաշինյանը հարձակվել եկեղեցու վրա, այսպես ասած։ Որն է պատճառը, ինչ նպատակ ունի սա։ Շարժառիթն առավելապես ներքին է, թե արտաքին։ Այստեղ ներքինը եւ արտաքինը իրարից առանձնացնելը կարծում եմ տեղին չէ, որովհետեւ Հայաստանը այն իրավիճակում չէ, որ կարողանա ներքին ռեսուրսով ապահովել իր արտաքին հարաբերությունները, այսինքն Հայաստանում այդքան սուվերեն ռեսուրս չկա։ Այդ սուվերեն ռեսուրսը թե տնտեսական հարաբերություն, տնտեսական հնարավորություններն են, թե ռազմական, թե հանրային տրամադրություններ ամբողջ, այսինքն Հայաստանում չկա այսօր իշխանություն կամ երբևէ չի եղել, որ կարող է ինչ-որ ազգային նպատակի շուրջ մոբիլիզացնել ամբողջ հանրությանը եւ գնալ վաբանկ, այսպես ասած։ Իսկ կոնկրետ հարցին եկեղեցականների նկատմամբ վերաբերմունքի, գիտեք, պետք է մենք ինքներս առնվազն անկեղծ լինենք մեր մեջ եւ տանք հստակ գնահատական։ Արդյոք մեր եկեղեցին անբասիր է եւ եկեղեցականները, եկեղեցու վերնախավը որևէ առնչություն չեն ունեցել երբեք կայսրության ներկայացրած գծի հետ։ Իհարկե ոչ, Հայաստանում ինչ-որ մեկը կասկածում է դրանում, կարծում եմ չէ, ոչ մեկ չի կասկածում։ Այլ հարց, որ Հայաստանի իշխանությունները
չեն անում անհրաժեշտը, այլ քողարկում են օգտագործում են նպատակը իրենց նպատակներին են ծառայեցնում արկա իրավիճակը։ Օրինակ, եթե խնդիր ունեին իրոք բացահայտելու իրենց իսկ ասած KGB-ի գործակալներին, ապա ինչն էր իրենց խանգարում ընդունել լյուստրացիայի մասին օրենք եւ բացել արխիվները։ Այդ դեպքում ոչ միայն եկեղեցին կմաքրվեր, այլև հանրային տարբեր շերտեր, տարբեր ոլորտներ, եւ մենք հնարավորություն կունենայինք ճանաչել ինքներս մեզ առնվազն։ Դա կլիներ մի իրավիճակ, երբ հանրային խոսույթից KGB-ական մեթոդներով ձեռք բերված տարբեր փաստաթղթեր, տեղեկատվություն չէին ծառայեցվի քաղաքական նպատակներին, այլ դրան միջոցով ընդհակառակ հնարավոր կլիներ կանխել դա։ Իսկ հիմա մենք ունենք իրավիճակ, երբ հայտարարված KGB-ի դեմ պայքարում իշխանությունը օգտագործում է նույն KGB-ական մեթոդները։ Այսինքն հանում է մի կոնկրետ մարդու, կլինի եկեղեցական, ընդդիմադիր գործիչ, հանրային գործիչ, եւ հենց իր վրա բանեցնում է իր ունեցած բոլոր փաստաթղթերը, գաղտնի տեղեկությունները, որոնք ձեռք են բերվել կամ ստացել են հենց նույն ռուսական KGB-ից։ Ինչ փոխսիջումների դիմացի ընդհանրենք եւ կիրառում են դա։ Կարծում եմ իշխանությունը միաժամանակ իրականացնում է երկու բան. նախ ճնշում է բանեցնում իր հակառակորդների վրա, ներկայանալով ըստ էության միակ ռուսական գործիչը, մյուսներին չեզոքացնելով, եւ զուգահեռաբար նաեւ ինչ որ ձևով ազդելով տարբեր հետ սովետական գործակալներին վերահսկողության տակ պահել։ Հիմա ստացվում է մի իրավիճակ, երբ էլի հանգում եմ իմ նախնական ասածին։ Ես գրեթե բացառում եմ հնարավորությունը, որ ռուսական միջնորդությամբ Հայաստանում հնարավոր կլինի իշխանություն վերցնել։ Ով փորձեց նույն մեթոդներով, նույն KGB-ական մեթոդներով իշխանությունը կանխելու է նրանց մասնակցությունը քաղաքական գործընթացների։ Հոգևորականներից բացի վերջին ամիսներին ձերբակալվում են նաև բազմաթիվ ընդդիմադիր գործիչներ, նույն Գյումրու քաղաքապետը 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման ենթարկվեց նաև Մասիսի համայնքի համայնքապետը, ով նաև ՀԿ-ականների վարչապետի թեկնածու էր։ Ինչ է սրանով փորձում անել Նիկոլ Փաշինյանը, ինչ խնդիր է լուծում։ Ասեցի, ըստ էության նույն բանը, նույն իմ ասացի շարունակության որպես բոլոր այդ մարդիկ ամենևին սուրբ չեն, ասացից ամենալայն իմաստով, նկատի չունեմ, որ իրանք երբևէ քրիստոնեության տեսակետից մեղքեր չեն գործել, մեղսավորենք բոլորս, չէ, ես նկատի ունեմ, որ այդ մարդիկ հանրային ընկալման մեջ առնվազն դիտարկվում են որպես Ռուսաստանի գործակալներ, եւ իսկ իշխանությունը փոխարեն պայքարի գործակալների դեմ առհասարակ իր իշխանությունը բանեցնում է պայքարելով կամ սանձելով գործակալներից նրանց, ովքեր իրեն հաճո չեն, այլապես կընդունեին լյուստրացիայի մասին օրենք, այլապես կջանային բացահայտել հրապարակավ եւ ներկայացնել գոնե մեկ ռուսական գործակալ Հայաստանում գործող եւ հենց այդ անունով մի քրեական գործ կլիներ, բայց մենք չենք տեսնում այդպիսի բաներ։ Բազմաթիվ զախողումներից հետո Փաշինյանը շարունակում է մնալ իշխանության ավելին, ԿՊԱ-ականներ այսպես հայտարարում են, որ 2026-ի խորհրդարանական ընտրություններում ավելի շատ ձայն են հավաքելու, քան 2021-ին։ Այսօրվա հանրային ապաթիայի պայմաններում ով է պատասխանատու այն հանգամանքի համար, որ Փաշինյանի իշխանությունը այսպես ասած չի փլուզվում, քաղաքական դաշտն է, հանրությունը, ընդդիմությունը ով է մեղավոր։ Եկեք ընդհանուր ձևակերպում տանք հանրային քաղաքական դաշտը եւ ինձ նայելով անձամբ ես։ Ինչու
ես իմ օրինակով ասեմ, որը տարածվում է ամբողջի վրա, հա։ Մենք ես չեմ կարողացել, մեր քաղաքական ուժը չի կարողացել հանրային օրակարգ բերել այն միտքը, որ ոչ միայն պետք է ընտրել անձ, ինչ որ իրացիոնալ մղումներից ելնելով, այլ ռացիոնալ մտածելակերպով քաղաքական դաշտ։ Մենք ապրում ենք թշնամության, վրեժի, սիմպաթիայի, անտիպաթիայի տրամաբանությամբ եւ հենց այդ կատեգորիայով էլ նայում ենք աշխարհին, նկատի ունեմ մեր ժողովուրդը, քաղաքական համայնքը կամ երբեմնի մեծ ազդեցություն ունեցող կայսրության հետ որոշակի պայմանավորվածությունների շրջանակներում, որոնք չեն կարող խախտել ժամանակին ձեր նշած քաղաքական ուժերից իշխանության լինելով հանդերձ պարզ է տրամաբանորեն ձեռք են բերել որոշակի պայմանավորվածություններ նույն կայսրության հետ դրանով իսկ պահպանելով կամ ձևավորելով իշխանությունը իսկ այդ պայմանավորվածություններից շեղվելը քաղաքականության մեջ չի ներվում դրա համար իրենցից ակնկալել այլ բան քան այդ պայմանավորվածությունների շրջանակներում գործել չեմ կարծում թե տրամաբանական է զուտ սրանով էլ պայմանավորված այդ մարդիկ գործիչները պայքարում են ոչ թե սխալ մեթոդներով ձևավորվող իշխանության դեմ առհասարակ այլ անձանց դեմ այսինքն միևնույն համակարգի մեջ անձանց դեմ համոզված եմ եթե Հայաստանի ընդդիմությունը կարողանա կոնսոլիդացվել այնպիսի հարցերի շուրջ ինչպիսին օրինակ լուստրացիան է կամ ռուսական ռազմաբազայի դուրսբերումը Հայաստանում ներկայիս իշխանության օրերը կլինեն ուղղակի հաշված Այսինքն եթե Նիկոլ Փաշինյանը փորձի ռուսական ռազմաբազան դուրս բերի Ռուսաստանը այլևս չի աջակցի նրան ու նրա իշխանությանը Չէ հակառակը Նիկոլ Փաշինյանը նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում կարծում եմ չի կարող այդպիսի բան անել եթե այդպիսի բան անի դա կնշանակի որ ինքը խախտում է պայմանավորվածությունը խախտելով երկրորդ կողմն բազմաթիվ պայմանավորվածություններ չեմ կարծում դե Հայաստանի որևէ իշխանություն երբևէ խախտել է պայմանավորվածություն բացառությամբ երևի թե հոկտեմբերի 27-ի զոհերի ինչն էլ կարծում եմ եղել է նման ելքի արդյունքը խոշոր խաղացողների մոտ այդպիսի բաներ չեն անում խոսքս Նիկոլ Փաշինյանի մասին չի խոսքս ավելի շատ ընդդիմության մասին է այսինքն եթե քաղաքական համայնքը ձևավորի այդպիսի նարատիվ քաղաքական նպատակ արժեքային որը կհանդիսանա ներկայիս իշխանություններին իրական այլընտրանք գաղափարական ծրագրային այլընտրանք այդ այլընտրանքը անխուսափելիորեն հաղթելու է հիմա քաղաքական համայնքի ներկայացրած այլընտրանքը Նիկոլ Փաշինյանին զուտ բարոյական կերպարի մեջ այսինքն իրանք համակարգային որևէ փոփոխություն չեն առաջարկում ներկայիս իշխանության ծրագրերին կամ քաղաքականության իրանք չեն բարձրաձայնում իրենք ասում են մենք նույն բանը կանենք ավելի որակով բայց կներեք եթե մեկի հետ արդեն աշխատում ես իր հետ ունես պայմանավորվածություն եւ այդ պայմանավորվածությունը որոշակի չափով ցույց է տալիս իր արդյունավետությունը ապա իմաստը որն է փոխել հետեւաբար որևէ աջակցություն դրսից նկատի ունեմ որևէ աջակցություն չի գա ոչ միայն դրսից նաեւ ներսից երբ ժողովրդին նույն ընտրությունների ժամանակ ժողովրդին չի ներկայացվում իրական այլընտրանք օրինակ այս քաղաքական ուժը գալով իշխանության ինչ է անելու ռեալ այլընտրանք ոչ թե մենք չենք անելու սա մենք չենք անելուն այն ոչ ինչ եք դուք առաջարկում որտեղ եք առաջնորդելու ինչ սկզբունքներով եք առաջնորդվելու ընդհանրապես այս սկզբունքների մեջ որևէ տարբերություն մեծ հաշվով չկա միակ բանը որ ներկայացվում է իշխանությանը դա դու վատն ես դու ունեցել ես կորուստներ դու վատն ես մենք քեզ չենք սիրում ժողովուրդ նա վատն է բայց ինչ ենք անելու մենք այստեղ էլի
կամ ռացիոնալության դաշտ, հա, մենք մեր հանրությանը ներկայացնում ենք ոչ թե ռացիոնալ քայլեր, արժեքներ, որոշակի բան, այ սնում ենք իրացիոնալ մոտեցումներով։ Ինչու ոչ Նիկոլ Փաշինյանը, որովհետև նա վատն է, տգեղ է, չգիտեմ, էլի լիքը բաներ։ Բայց իրականությունը մեծ հաշվով նա է, կամ այս տհապալումների հիմնական պատճառը ոչ թե նրանից է, որ Նիկոլ Փաշինյանը վատն է, կամ լավն է, կամ որևէ մեկը լավն է կամ վատն է, այլ դա այդ վարած քաղաքականության հետևանքն է։ Այ որ վարած քաղաքականության եւ ինչ փոխենք այդ քաղաքականության մեջ, որպեսզի ունենանք ավելի լավ արդյունք։ Իմ խորին համոզմամբ դա գուցե էլի մի քիչ իրացիոնալ ձևակերպում տամ, ավելի լավ ընկալելի լինելու համար սովետական ֆիլմերի վրա մեծացած լինելն է, ինչպես մի անգամ Նիկոլ Փաշինյանը հրապարակային ասաց։ Այս աղբյուրն է պետք փոխել գաղափարական սնուցող աղբյուրը արժե համակարգային կամ էլի իրենց իրացիոնալ մոտեցումը, որ արկա էր, հիմա որոշ չափով շեղվել է, բայց դա թշնամանքի վրա, վրեժի վրա հիմնված հասարակություն կառուցելը, օրինակ քաղաքականության մեջ ոչ թշնամանքը, ոչ վրեժը, դրանք քաղաքական կատեգորիաներ չեն։ Հասարակությանը դասնուցելով հնարավոր չէ լուրջ արդյունք ակնկալել։ Ներկայիս քաղաքական դաշտում, պարոն Միրզոյան, ձեր գնահատմամբ կա քաղաքական ուժ, որ կարող է համախմբել հանրությանը, որովհետև եկեք փաստենք, որ թե ընդդիմությունը, թե իշխանությունը արդեն նախկինները բոլորը, այսպես ասած, կորցրել են իրենց վստահությունը հանրության շրջանում, բայց տեսակետներ կան, որ այս իշխանությունը վախենում է Սամվել Կարապետյանից եւ նրա ստեղծած ուժից եւ այդ ուժի մասնակցությունից 26 ընտրություններին։ Դուք անձամբ կիսում եք այս տեսակետը, արժանահավատ համարում եք սա եւ արդյոք Սամվել Կարապետյանի ստեղծած ուժը իսկապես վտանգ է այս իշխանության համար։ Էլի սխալ հայեցակարգային մոտեցման հարց է իմ համոզմամբ, որովհետև քաղաքական ուժը չէ, որ համախմբում է։ Համախմբում են արժեքները, գաղափարները։ Հիմա երբ արժեքներ ու համակարգեր չեն առաջադրվում, միակ համախմբող բանը դառնում է անհատը, մարդը, որը որ կարող է ոչ թե արժեքներով, գաղափարներով, այլ իր ազդեցությամբ կամ ունեցած ռեսուրսով մոբիլիզացնել հասարակության որոշակի հատված ու փորձել վերցնել իշխանությունը։ Համոզված եմ, որ երբևէ այդպիսի բան լինելը ինքնին դատապարտելի է, եթե անգամ փաթեթավորես այդ ամեն ինչը վեհ գաղափարներով, որ իշխանությունը վատն է, գնանք վերցնենք։ Դա ինքնին վատ բան է, որովհետև երբ դու պայքարում ես անհատի դեմ, առանց շեշտադրելու գաղափարական նրբությունները կամ առաջնահերթությունները, արժեքային գաղափարական, դու իշխանության ես բերում մարդու, կրկին մարդու, ոչ թե արժեքները, այ գաղափարները, այ մարդու, իսկ մարդը առանց արժեքների սահմանափակումների ունակ է անել ամեն վատ բան։ Հետևաբար դա ինքնին դատապարտելի, մեզ պետք չի երբեք համախմբվել որևէ ուժի շուրջ եւ այդ ուժով գնալ իշխանության։ Մեզ պետք է գտնել մի բանաձև, մի գաղափար առաջնորդող կամ քաղաքական նպատակ, որի շուրջ կարելի է համախմբել, ընդ որում ում հետ ասես։ Այդ պարագայում արդեն երբ որ կգտնվի կամ կհայտնվի կոնսենսուս այդ գաղափարի շուրջ, ոչ անհատի, ոչ հանուն անհատի, ոչ ընդդեմ անհատի, այ հանուն որոշակի ծրագրի, այլ ընտրանքային ծրագրի։ Այդ դեպքում կարելի է համագործակցել դաշտում առկա բոլոր ուժերի հետ, անխտիր եւ առանց որևէ բարդույթների։ Ընդ որում դա նաեւ ընկալելի կլինի հանրության մոտ, այսինքն հանրությունը կաջակցի դրան, եւ հանրությունը չի նայ այդ ձևավորվելիք դաշինքում արկային արդյոք այս մարդիկ, թե ոչ, ինչպես որ բազում անգամ ականատես ենք եղել։ Հենց անձերի խնդիր է, օրինակ, հենց հանրության շրջանում։ Չեմ կարծում, գիտեք,
հանրային խոսույթում, մեդիայում գուցե խոսվում է հենց այդ անձերով կամ անձերով պայմանավորված են ընկալում մարդիկ հանրությունը, ժողովուրդը, ցավոք սրտի մենք մարդուն իր ներկայացրած գաղափարներով չենք նայում դեռևս դրա համար էլ մենք դեռևս որպես ժողովուրդ հասունացած չենք, որպես քաղաքական ժողովուրդ հասունացած չենք, բայց խորքում երբ գնահատում ես արդյունավետությունը գործողություններիդ շատ հաճախ ասում են կամ հենց ձեր նույն հարցը ինչու չի ստացվում, դրա համար չի ստացվում, որովհետև անձերով ենք պայմանավորվում, երբ անձերով չպայմանավորենք, կստացվի։ Եկեք մի պահ մի կողմ դնենք Նիկոլ Փաշինյանի անձը կամ իշխանության հավակնողի անձը եւ ինչ որ մի կողքից դրսի աչքով նայենք, ասենք հեռավոր տարբեր երկրներում Սկանդինավյան նստած մի քաղաքագետի հայացքով։ Նա ոչ ճանաչում է Նիկոլ Փաշինյանին, որպես այդպիսին ընդհանուր ձևակերպած, ոչ Ռոբերտ Քոչարյանին, ոչ Սերժ Սարգսյանին։ Նա նայում է ընդհանուր քաղաքական կոնյուկտուրային, այսինքն ով ինչ է ասում եւ ինչի է ասում։ Եվ եկեք այս հայացքից նայենք, ոչ թե ներսից մեր սուբյեկտիվ ընկալումով, որը շատ հաճախ իրացիոնալ է, որովհետև մենք նայում ենք, ասում ենք, այ ես քեզ չեմ սիրում, որովհետև դու երբ այն ժամանակ արել ես այս բանը։ Հիմա եկեք դուրս գանք դրանից եւ չանձնավորենք, այլ նայենք իրենց ներկայացրած արժեհամակարգը կամ քաղաքական գիծը։ Լավ հարց ենք տալիս, Նիկոլ Փաշինյանը ինչ է անում, անում է սա։ Ռոբերտ Քոչարյանը ինչ է անում է մեծ հաշվով էլի սա։ Սերժ Սարգսյանը ինչ է անում է մեծ հաշվով էլի նույն բան, ապա ինչ տարբերություն մեր համար։ Իսկ ինչ անենք, որ լավ լինի, եթե այս մարդուն հանենք տեղը դնենք մյուս մարդուն, նա կլինի ավելի լավը։ Իհարկե ոչ, չի լինի ավելի լավը, երբեք չի լինի ավելի լավը, որովհետև մենք վերել ենք մարդուն, մենք տվել ենք մարդուն եւ իր միակ արժանիքը նա է, որ նա մարդ է, մեծ հաշվով, ոչ թե իրան սահմանափակել ենք որոշակի արժեքներով, ասել ենք օրինակ քո քաղաքական գիծը պետք է լինի սա, շեղվես սրանից շեղվելու պարագայում դու կստանաս պատասխան կամ քեզ կհեռացնենք իշխանությունից։ Հիմա ինչ տեղի ունեցավ 18 թվականին։ 18 թվականին մենք պայքարեցինք Սերժ Սարգսյանի դեմ։ Եվ իշխանության բերեցինք Նիկոլ Փաշինյանին։ Հիմա ասում ենք Նիկոլ Փաշինյան, դու եկել ես իշխանության, մենք քեզ բերել ենք, որպեսզի անես սա, ինքս ով ասում։ Իսկ այդպիսի բան եղել է, չի, դուք ինձ իշխանության եք բերել, որովհետև չեք ուզել Սերժ Սարգսյանին։ Իմ միակ խոստումը ձեզ, սիրելի ժողովուրդ, այս սա է։ Կոպիտ եմ ասում, որովհետև իրականում որոշակի խոստումներ եղել են, բայց այդ խոստումները չեն տեղավորվել հայ ժողովրդին առաջնորդելու սկզբունքների շուրջ։ Իրանք մինչև հիմա օրինակ պնդում են, որ իրանք կառավարիչ են, Սերժ Սարգսյանի ասած, իրանք ասում են, այ ժողովուրդը մեզ առաջնորդեց, ժողովուրդը մեր առաջ դրեց այսպիսի պահանջ, մենք կատարողն ենք ժողովրդի պահանջները, չէ, իրանց հրապարակային խոսքում են ինչ որ ասում են, բայց չէ որ իշխանությունները ոչ միայն կառավարելու համար են, կառավարիչներ են, իշխանությունները պետք է առաջնորդեն ժողովրդին դեպի ինչ որ մի գաղափար, դեպի ինչ որ մի կետ քաղաքական նպատակ, բայց այդ խոստումը չի եղել։ Հիմա մոռանանք, ինչ ենք ուզում մենք հիմա հաջորդ թիվ, ինչ ենք ուզում։ Մենք ուզում ենք էլի պայման կապենք հաջորդ իշխանության հետ, որ ինքը լավն է։ Չենք ուզում, մենք ուզում ենք ռեալ աշխարհայացքային գաղափարական որևէ բան տեսնենք։ Համոզված եմ մեր ժողովուրդն էլ մեծապես ակնկալում է դա։ Կլինեն մարդիկ, որոնք կաջակցեն այս քաղաքական ուժին, այն քաղաքական ուժին, բայց էլի ինչու չեն միավորվում, որովհետև իրենք աջակցում են այդ քաղաքական ուժին, որովհետև իրենց համարում են լավը։ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները աջակցում են Ռոբերտ Քոչարյանը, որովհետև համարում են նրան լավը, Սերժ Սարգսյանին նրան լավը, ապա ինչի պետքա միանան, միավորվեն։ Նույն Սամվել Կարապետյանին, ինչի պետքա միավորվեն։ Սամվել Կարապետյանը մի քաղաքական հայտարարություն արել է, քաղաքական բովանդակային նկատի ունեմ։ Ինչի է ուզում Սամվել Կարապետյանը գա իշխանության Հայաստանում կամ իր թիմը, ինքը չանձամբ, որովհետև չի կարող իր թիմը։
մեր ձևով, սա է այդ շարժման բովանդակությունը, թե կա հստակ գաղափարական աշխարհայացքային լավ, գուցե առաջարկեն, էլի տարբերակ է, քաղաքական ուժեն կարող են առաջարկել քաղաքական ինչ-որ բան, մեր ժողովուրդը դո մտածի, կընտրի նրանց թե չէ, թող առաջարկեն, ասեն գիտեք ինչ, Հայաստանի Հանրապետությունը պետք է լուծարել, փակել եւ միացնել Ռուսաստանի Դաշնությանը որպես դաշնային մի մաս, թող առաջարկեն տենց բան, դա կլինի քաղաքական ինչ-որ տեսակետ, որը կարելի է իհարկե Հայաստանի Հանրապետության ունեստորության մեջ սահմանափակումներ կա, չեն կարող տենց բան անել, բայց թող այդ մոդելով ինչ-որ բան առաջարկեն գոնե, թող առաջարկեն, կտեսնենք մեր ժողովուրդը կընտրի դա թե չի, համոզված եմ չի ընտրի, բայց դեպքում իրանց արածը որն է, իրանք ուզում են անեն նույն բանը, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ուղղակի անեն իրենց ձևով, սա է ձևակերպումը իրենց տված մեր ժողովրդին, ես լուրջ կասկածներն են, որ մեր ժողովուրդը կաջակցի իրենց ձևով Նիկոլ Փաշինյան լինելու ծրագրին։ Եվ պարոն Միրզոյան, ամփոփելով զրույցը, մոտենում ենք 26-ի խորհրդարանական ընտրությունները, մասնակցելու եք այդ ընտրություններին եւ որ ուժերի կամ գործիչների հետ եք հնարավոր համագործակցություն տեսնում եւ որոնց հետ բացառում եք առհասարակ։ Առաջին հարցին կարծում եմ ակնհայտ որ ցանկացած քաղաքական ուժ անխուսափելիորեն պետք է մասնակցի կամ ձգտի մասնակցել քաղաքական գործընթացներին։ Մենք ունենք այդպիսի նպատակ, իսկ համագործակցության շրջանակները էլի ես դուրս կգամ անձերի կամ կազմակերպությունների դիրքորոշումներից, որովհետև ռացիոնալ քաղաքականության մեջ անձերը եւ անձով պայմանավորված ընտրությունները որևէ քաղաքական նպատակի մեջ չեն կարող տեղավորվել։ Չեմ բացառում որևէ մեկի հետ համագործակցությունը իմ նշած քաղաքական սկզբունքների շրջանակներում, իսկ մեր քաղաքական սկզբունքները առաջնահերթությունները հետեւյալն են. Հայաստանի զարգացման ամենամեծ խոչընդոտը, թե անվտանգային առումով, թե տնտեսական զարգացման առումով Հայաստանում ռուսական զորքերի առկայությունն է։ Առանց այդ հարցը լուծելու մենք որևէ լուրջ առաջընթացի ականատես լինել ուղղակի չենք կարող։ Թե Եվրամիության հետ հարաբերություններում, թե Եվրասիական տնտեսական միության կապանքներից դուրս գալու շրջանակներում, թե տարածաշրջանային ապա շրջափակման տրամաբանության մեջ, երբ օրինակ ռուսական կողմը հայտարարում է, ոնց է ապա շրջափակվելու, երբ մեր զորքերը կանգնած են ձեր հարավում, ուղիղ տեքստով հայտարարում է։ Դե լավ, գուցե իրանց պայմանավորվածությունները թույլ տան ինչ որտեղ սահմանային վերահսկողությունը վերցնել Հայաստանի իրավասության ներքո, բայց Գյումրու ռազմակայանի ներկայությունը, եթե ոչ այս պահին, ապա առաջիկա մի քանի տարիների ընթացքում անխուսափելիորեն կանգնելու են Հայաստանի քաղաքական ղեկավարության աչքի առաջ եւ այդ հարցը պարտադրելու է լուծում, առանց որի Հայաստանի զարգացման ապագան հնարավոր չի պատկերացնել։ Շնորհակալ եմ պարոն Միրզոյան զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Սիրով, իմ հյուրն էր Պահպանողական կուսակցության նախագահ Հայկ Միրզոյանը։ Կհանդիպենք։